Պատգամավոր Համլետ Հարությունյանը շատ կցանկանար, որ Սփյուռքը նույնպես Հայաստանում նախագահ ընտրեր։ Ի վերջո հայության մեծ մասը ապրում է Սփյուռքում։ ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանն ընդհակառակը ճիշտ չի համարի Սփյուռքի մասնակցությունը նախագահի ընտրությանը։ Կարելի է հաշվի առնել կարծիքը, բայց պետք է ընտրեին ժողովուրդը, ով որ ապրում է նախագահի կողքին։ Հովհաննես Սահակյանի համար տարօրինակ չէ, որ աշխարհում չկա մի պետություն, որտեղ Սփյուռքը նախագահ ընտրի։ Աշխարհում չկա այնպիսի մի երկիր, որ մեր հայերի չափ ունենա Սփյուռք։ Նախագահի ընտրության մյուս տարբերակն ազգային ժողովի միջոցով ընտրվելն է, նշանակում է մեր ընտրական մեխանիզմներով անխուսափելի է դարձյալ հանրապետական տեխնացուի հաղթանակը։ Դե մի հանրապետականը, որ հզոր կուսակցություն է, ինչ անենք, գնանք ջուրը թափվենք։ Դուք էլ եղեք այդպես։ Թեպետ պատմաբան պատգամավորը չի կարծում, թե նոր սահմանադրությունից հետո ՀՀԿ-ին կհաջողվի ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն վերցնել։ Անկամ եթե 51% հավաքի մեծամաս, էլի ինքը պետք է կոալիցիոն իշխանություն կազմավորի։ Որտեղ խորհրդարանում կան օրենքներ, որոնք ոչ թե 51%-ով է, այլ որակյալ մեծամասնությունով է։ Հովհաննես Սահակյանն ասում է, որ հայեցակարգում դրված են մեխանիզմներ, որոնք կբացառեն որևէ քաղաքական ուժի ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն վերցնելը։ Եթե ժողովուրդը որոշի, որ 100% իր ձայները տալու է կամ 90% տալու է մեկ քաղաքական ուժի, այս դեպքում կարծես թե անելիք չկա։ Ինչ վերաբերվում է բարեփոխումներում ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների երաշխավորման բացակայությանը, պարոն Սահակյանն ասում է, որ այդպիսի ընտրությունները յուրաքանչյուրի հոգու մեջ է, ընտրական օրենսգիրքը ապահովում է մնացածը։ Մեր մոտ, երբ որ նույնիսկ ընտրական process-ում, չգիտեմ, տոկոսային առումով 20%-ի տարբերություն կա կամ 10 կամ չգիտեմ, հազարավոր ձայների, միևնույն է մենք փորձում ենք հենց ընտրական process-ները ցնցումներով տանել։ Ընտրություններից հետո ընտրացուցակները, որոնց հրապարակումը համապետական վերջին բոլոր ընտրություններում եղել է ընդդիմության պահանջը, ըստ Հովհաննես Սահակյանի միշտ էլ բաց են եղել։ Ինքը զարմանում է, որ ընդդիմությունը դրանք չի տեսել։ Եթե կա որևէ խնդիր, կարող են դիմել, եթե այդ քաղաքացին մտածում է, որ ինքը չի եկել, կարող են դիմել ընտրական կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ ունենան այդ ցուցակները, թե օրինակ Սպիտակի թիվ 8 ընտրատեղամասում Պետրոսյան Պողոսը եկել է, թե չի եկել։ Իդեպ Համլետ Հարությունյանն անհամբեր է սպասում նոր խորհրդարանին, դա բոլորովին ուրիշ է լինելու, սակայն վստահ չէ, թե առանց Կարո Կարապետյանի կամ Մհեր Սեդրակյանի։ Թե Յուվեցի Կարոն, թե մնացածները ինձ քիչ են հետաքրքրում։